Գոհություն Քրիստոսով սիրելի քույրեր եւ եղբայրներ, Աստծո փառք ու դանք այս օրդյան դերունական օրվան համար, օրդերը մեզ յուրաքանչյուրիս կյանք պարգևելով, իր շնորհքի մեջ պահելով, դարձյալ հավաքած է իր տանը մեջ։ Հավաքված ենք մեկ սիրտ, մեկ հոգի եղած, կհավատանք, որ Տերը մեր մեջ իր խոստումին համաձայն ներկա է, որովհետև ունենք բարի հավատարիմ Աստվածը, որ երբեք փոփոխամիտ չէ, այլ սիրով Աստված է, որովհետև կսես սիրելով իրենիները մինչև վերջալ սիրեց։ Այսօրվա Երևանի օդը փոփոխամիտ է, արև, անձրև, ով փոթորիկ, բայց պարքը լավ, որ մեր Աստվածը միշտ մեզի սիրող եւ մեզի համար ամեն ինչին լավը գամեցողն է սիրներ։ Եկեք այս պաշտամունքը սկսենք դերունական աղոթքով, օրգնգայս բոլորս միասին Օրդյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս, ամեն։ Ամեն ժամանակ Տերոջը սպիտի կողեն եւ անօգնությունը միշտ իմ բերանս պիտի ելնա։ Այս է սերունդներ մեր լավագույն բաժինը, որ մենք կգանք ընտրել մեր կյանքի մեջ, որ ամեն ժամանակ, ամեն բարակայի մեջ, ամեն վիճակներու մեջ մենք կովերկենք եւ մեծարենք մեր Աստծուն։ Փառք տալով իր բոլոր գործերուն եւ իր բոլոր շնորհներուն համար, որ արադ է յուրաքանչյուրիս վրա, արադ է մեր եկեղեցվող կյանքի վրա։ Փառք ու դանք Աստծուն, որ անցյալ շաբաթ մենք ունեցանք օրդյալ բահեր իր ներկայությամբ։ Մենք ունեցանք շինիչ հավաքներ, որովհետև ինք ներկա էր այդ հավաքներու մեջ։ Եվ փառք ու դանք իր բոլոր ողջուններուն համար։ Փառք ու դանք, որ անվտանգ, անփորձանք 90-ը ավելի քույրերով, եղբայրներով գրծանք երթալ եւ այդ երկու օրերը դրամատրվել Աստծո։ Եվ կհավատամ, որ յուրաքանչյուրիս կյանքի մեջ հատուկ աստեցությունը գունենա յուրաքանչյուր համակոմալ, յուրաքանչյուր հավաք, երբ մենք կհավաքվենք Տիրոջ հետ հանդիպելու։ Կհավատամ, որ յուրաքանչյուր բահ, որ մենք ունեցանք այդտեղ, մեզ մեր յուրաքանչյուրին համար ինքնակնության բահեր, խոգալու բահեր, որ մենք ուր ենք, մեր հավատքը ուր է, եւ դերը դա որ յուրաքանչյուրս ունենանք այն գենթանի հավատքը, որ դերը ուզել որ մենք այդ մագարտակին վրա ըլլանք։ Եվ ինքնին այսօր սիրելիներ մեր Տերը դարձյալ մեր մեջ ներկա է։ Մենք կհավատանք, որովհետև ինք խոստում տված է, երբ իր ժողովուրդը իր անունով կհավաքվի, իր անունը փառավորելու, իր անունը մեծարելու, ինք մեզի առանցին չցկի։ Այլ ուղղա եւ իր հոգիով, իր զորությամբ մեզ յուրաքանչյուրիս գործն է։ Եկեք այս մեկը արտահայտենք մեր երկով եւ ասենք. Երկիր ով Աստծո ժողովուրդ, որովհետև ինք հիմա այստեղ է։ Ինք կապրի իր սուրբերու հավաքի մեջ։ Ամեն, ամեն,
եւ բարապանության բարձրացուցին մեր մեջ անգամ եւս այն հավատքը կներշնչե, որ Աստված իր հոգիով մեր մեջ ներկա է։ Եվ այն Աստվածը, որ մեր մեջ ներկա է, սիրելիներ, սովորական մարդը չէ, անսովորական մարդը չէ, պատմության մեջ այսպես իր անունը արձանագրած եւ անցած մեկը չէ, այլ դիեզերքի արարիչն է, ալֆան եւ օմեգան է, առաջինը եւ վերջինը, սկիզբն ու վախճանն է։ Ամեն ինչ իրմով է եւ առանց իրեն ոչ մեկ բան չի գտնար բադահի մեր կյանքի մեջ։ Անորոշ շարունակենք մեր բարապանությունը եւ լսենք ով գա դեր քեզպես եւ ոչ մեկը, որովհետեւ դու գադարիալ փառքով զորությամբ տեսում Աստծո։ Եկեք ծնծություն ընենք Տիրոջը առջև, աղաղակենք մեր փրկության բեմին, գոհությունով անոր երեսին առջև կան, սաղմոսներով աղաղակենք անոր, բասնզի դերը մեծ Աստված է, բոլոր աստվածներում վրա մեծ թագավոր, անոր ցերքի մեջն են երկրին խորհուրդ տեղերը ու լեռներում բարձրությունները անորն են, իր նեծողը ու ինչ շինեց ցանիգա եւ իր ցերքերը ստեղծեցին ցամաքը։ Եկեք երկրպագություն ունենք ու ծրենք, ձուն կրտնենք մեզ ստեղծող Տիրոջ առջև, բասնզի ան է մեր Աստվածը ու մենք անոր հարունդին ժողովուրդը ու անոր ցերքին ոչխարներն ենք։ Այսօր եթե անոր ցայնը մի լսեք, ձեր սրտերը ինքստացնեք։ Այսօր Տիրոջ ցայնը մի լսենք, որովհետև սիրելիներ մենք Տիրոջ կաղաղակենք, Տիրոջ կգանչենք եւ դերը փառքը լավ որ ունի լսող ականջ, դերը փառքը լավ որ ունի տեսնող աչքեր, փառքը լավ որ դերը ունի ցերկը, որ երբ երկար է ամեն տեղ կհասնի։ Հայր Աստված ունի աչք, որ հզոր է սիրելիներ։ Ամեն տեսակի հանգուցված հարցեր, ամեն տեսակի դժվարին հարցեր Տիրոջով մենք կրնանք ուզել։ Մեր խոսքով սիրելիներ, մեր դերը շուրը քինի դարձնող Աստված է։ Եվ մեզ մեր յուրաքանչյուրին կյանքի մեջ կան բահեր, կան ժամանակներ, կան դրվագներ, որ մեր շուրը քինի դարձավ։ Մեր բխրությունը ուրախության դարձավ։ Մեր սուկը մխիթարություն կդավ։ Մեր վերքերը ամոթվեցան եւ մեր ցավերը մեռնացան։ Այս բոլորը գլա Տիրոջ միջամտությամբ սիրելիներ։ There's no
գազում ունենք։ Չարժեր սիրելներ, որ նման Աստծո անունը մենք չմեծարենք, գարժե սիրելներ։ Գարժե մեր կյանքի ամեն մենք ակնթարթով, ամեն մեկ վարյալով մենք Տիրոջ փառքը հռչակենք, Տիրոջ անունը մեծարենք եւ մեր խոնարհությունը եւ երկրպագությունը միմիան իրեն արժանացնենք։ Մագարտանի, որ չարը մեր յանքի մեջ ընդհանրապես դեր չունենա, որպես ինչսենք դուրս ելնել մեր յանքի մեջ ընդհանրապես դեր չունենա, այլ մենք ամբողջությամբ Տիրոջը ըլլանք ինչպես որ դերը գուզե։ Բաղ մի եկեք մեր գլուխները խոնարհեցնենք եւ աղոթքով մոտենանք մեր երկնավոր Հորը եւ պիտի խնդրեմ անի քրոջմեն, որ մեր բոլորին անունով գոհության եւ շնորհակալության աղոթք բարձրացնե Աստծուն։ Տեր Հիսուս, ինչ մեծ ու հրաշալի է երկու կործերը շնորհակալ եմ Տեր, որ արժանի ես արքոս գտնվելուց Տեր Հիսուս։ Այո Տեր, ամեն մեկս հավաքված ենք մեկ տունեմը Տեր Հիսուս, բայց եկած ենք քեզ դսելու, քեզ մեծարելու, սաղմոսներ երկելու, մեր երկերը երկելու, արժանի ես Տեր փառաբանության, օրհնության, մեծության, Տեր դու ես մեր թագավորը, մենք քեզ մեզած ուրիշ մեկը չունենք։ Շնորհակալ եմ ով Տեր, որ մեր անարժաններս
քեզի զավակ ընդունած ես Տեր Հիսուս, ինչպես որ սիրտեր ես քո մորդ որովայնի մեջ ընտրեցի քեզ։ Շնորհակալություն գտնեմ ով Տեր, մինչև այս տարիքից որ հասցրել ես Տեր, ու շնորհքով հասած ենք։ Քեզի փառք տալով ով Տեր, մենք բարդավոր ենք քեզ Տեր Հիսուս։ Ամեն վարքյան Տեր Հիսուս, խոնարհենք քո մեծության արժե Տեր, արժանի ես Տեր Հիսուս։ Վերացուր աստեղը մեր թշնամին Տեր Հիսուս, մեր մեջ փորձ չունի Տեր Հիսուս, անոր թունդաս մեր մեջը ինքը երբեք փորձ չունի մեր մեջ Տեր Հիսուս։ Եկած ենք միան քեզ լսելու, քեզ օրհնելու, քեզ մեծարելու Տեր Հիսուս։ Հարկ ուտամ ամեն վարքյան Տեր Հիսուս։ Եկած ենք ով Տեր, մեր եղբորը միջոցով քեզ լսելու, քեզ մեծարելու, ով Տեր, օրհնե իմ եղբայրս, Քրիստոսի մազեր մինչև հաջերը օձեի եմ նոր յողովդ օձե այսօր Տեր Հիսուս եկած ենք բոլորս ալ Տեր փոխվելու ով Տեր ոչ թե նույն տասագարքի մնալու Տեր այլ Տեր եկած ենք փոխվելու լսելու դարձավ քո խոսքը ինչպես որ մեկ շաբաթ լսեցինք քո խոսքերը Տեր Հիսուս եւ փոխված դարձանք մեր դրոհները առաջինը ինձ մեզ սկսել Տեր Հիսուս դժվարության կացի ինչպես պիտի հետևիմ ինչպես պիտի երթամ բայց Տեր ուժ եւ կարողություն բարք ասիզով քեզ հայր մոնիմ կտած ողորմած երթասերած բոլորս ալ օրնես ասվարգյանից Տեր Հիսուս ու ներգայություն ու սուրբ ոգի թափի Տեր Հիսուս ու ես մեր Տերը մեր հույսը մեր արարիչը մեր թագավորը մեր կյանքի փրկիչը Տեր Հիսուս ինչև մեր կյանքի մեջ շունչը ով Տեր քեզ պիտի օգնենք քեզ պիտի մեծարենք ու սուրբ եւ պատվական անունդ խնդրեցի ամեն ամեն Տերը օրհնե ամեն Տերը օրհնե մեր կրոջ աղոթքը սիրելն էր կհամապատասխանի մեր հաջորդ երգին, որ գսե դու ես իմ վեմը եւ փրկությունը, որում մասին Դավիթ թագավորը այսպես գսե. Դերը իմ վեմս ամրությունս ու փրկիչս է, իմ Աստվածս իմ բարիսպս է, ես անոր կհուսամ, անիկա իմ վահանս ու իմ փրկությանս եղջյուրս, իմ աշտարակս, իմ հավավենս ու իմ ազատիչս է։ Բարգը լասիրներ, որ նման Աստուծոմը ներկայության եկած ենք։ Եկեք այս երկու անգամ ևս հայտարարենք եւ ասենք, որ այո Տեր, դու ես իմ բեմս, դու ես իմ փրկությունս, եւ ես կհավատամ, որ դու հավատարիմ ես, որ դու անսասան ես, որ դու անփոփոխ ես, որ դու միշտ կաս եւ կմնաս։ Thank you.
սերը գսենք այն առումով, որ երբ ինքը եւ հպվի սիրելիներ, մենք նույնը չենք մնար, որովհետեւ չի գա դեպ Հիսուս Քրիստոսի Զարայության եւ Արաքելության յանքի մեջ դրվագը դեպքը որտեղ Հիսուս անցիմը հանդիպեցավ, անցիմը հպում արձակեց եւ այդ ցանցը նույնը մնաց։ Նույնն է բարական այսօր մեծ մերական շուրջ սիրելիներ։ Այս բավական մեջ, այս բարաբանության ընթացքին, այս երկրպագության ընթացքին եւ ինչու՞ չէ, Տիրոջ խոսքը միշտ կընտրենք սերները, խնդրենք, որ այդ հոգին հպի մեզ մեր յուրաքանչյուրիս, հպի մեր մտքերուն, հպի մեր սրտերուն, մեր հոգիներուն, մեր աչքերուն, մեր աղանջներուն եւ մենք նույնը չմնանք սերներ։ Այդ փոխվին, կերպարանափոխվին, ալավելի իրեն նմանելով։ Մտնենք երկրվածության, մտնենք խոստովանության, մտնենք ապաշխարության եւ ասենք Տեր քուսը պատկի խորանի մեջ ես կուզեմ տեսնել քեզի, կուզեմ հանդիպել քեզի, որովհետեւ երբ քեզի հանդիպեմ, պիտի բարձրացնես, պիտի բժշկես, պիտի գաստուրես եւ պիտի հաստատես։ Անորամար դար ինձ Տեր քո խորանիդ սրբության մեջ
Կարնուգին արյունով անցկացում մեզ մեր յուրաքանչյուրով Տեր։ Սրբության վարկիդ խորանում, ես ուզում եմ Տեր տեսնել երեսը քո, ես խնդրում եմ քեզ ամբողջ սրտով, հասկացու իմ շնորհիվ կանգնել, կարիք առջև որ պետության, արկայություն թեմ ուզում իմ Տեր, սրբագույն ներկայություն, անցկացու ինձ կապրիզով, սրբության վարկիդ խորանում, ես ուզում եմ Տեր տեսնել երեսը քո, ես խնդրում եմ քեզ ամբողջ սրտով, հասկացու իմ շնորհիվ կանգնել, Դավիթ առջև որ պետության, արկայություն թեմ ուզում իմ Տեր, սրբագույն ներկայություն, տար ինձ Տեր խորանին սրբությանը մեջ, կարգուկին արյունով անցկացում, տար ինձ Տեր խորանին սրբությանը մեջ, լեցուր որտեսով շուրթել իմ սրտին, տար ինձ Տեր խորանին սրբությանը մեջ, կարգուկին արյունով անցկացում, տար ինձ Տեր խորանին սրբությանը մեջ, լեցու որտեսով շուրթել իմ սրտին, գալիս եմ քո սրբության առջև, գալիս եմ սրբության սրբոց, տեսնում եմ քո մեծ փառքը Տեր, և գոչում սուրբ, գալիս եմ քո սրբության առջև, գալիս եմ սրբության սրբոց, տեսնում եմ քո մեծ փառքը Տեր, և գոչում սուրբ, Հիսուս, դու արժանի ես մարգերին, Հիսուս, դու արժանի ես մովեսնին, Հիսուս, մեծարում եմ քեզ, դու արժանի ես իմ պարգևին, Հիսուս, դու արժանի ես մարգերին, Հիսուս, դու արժանի ես մովեսնին, Հիսուս, մեծարում եմ քեզ, դու արժանի ես իմ պարգևին, Այո Տեր, ներկայությանդ մեջ միմյան դռնանք անգամ ևս խոնարհել ու գահիդ առջև և մեր ավալակները բարձրացնել և ասել սուրբ, սուրբ, սուրբ ես ով զորած Տեր, բարկուտան քեզի Տեր, որդունի Հավիդենից մինչև Հավիդյան ամենազոր Աստվածն ես, բարկուտան քեզի Տեր, որդուն երեք այսօր և մինչև Հավիդյան ամբողջ ես Տեր։ Շնորհակալ ենք քեզ մետեր, որ յուրաքանչյուրս այս պահվան մեջ արժանի էր իր մոտենալու ու շնորհած գահիդ։ Կհավատանք Տեր մոտենալով շնորհք և ողորմություն կստանանք Տեր։ Կհավատանք Տեր, որ մոտենալով ու շնորհած գահիդ մենք կհոգումիտ ժամանակ Տեր։
այս բաղան մեջ մեր աղոթքները, մեր խնդրանքները, որ թունքաս եւ քու սուրբ խոսքովդ մեզ մեր յուրաքանչյուրին հրվիս եւ բարդ բնան քեզիներ, որ դու այսօր քու խոսքիդ համար, այս ծառայության համար ընդրած ես քու ծառատ եւ բայրս սահագդեր, բարդ բնանքներ, որ դու իր դերն ես, իր Աստվածն ես եւ իր կյանքի մեջ Ենթանի և հզոր և մեծամեծ գործեր կատարող հայր եստեր, բարդ բնանքներ իր հավատքին, իր ծառայության համար, բարդ բնանքներ, որ դու նոբեր այսօր իրեն կանչած ես, որպեսզի քո խոսքը մեզ փոխանցի, կհավատանքներ, որ ինչ որ դրած ես մեր եղբոր մտքի մեջ, մեր եղբոր սրտի մեջ, անիկաուբեր, քո հոգիովդ, այն բոլոր ճշմարտությամբ մեզի փոխանցել էր։ Այս բանա մեջ մեր աղոթքներ, որ դու մեր եղբորը գողքին կանգնեցներ, իրեն լեզու և բերանն լասներ, առաջնորդես իրեն դեր և դասվորով դեր քու խոսքդ մեզ մեր յուրաքանչյուրին սրտի մեջ քնագի և ընդուտավ։ Հիսուսի անունով, ամեն։ Ամեն, Հիսուս, ամեն։ Հարկը լասիլերիներ, որ դերը իր ժողովրդի պարապանության մեջ կբնագի և մեզ մեր յուրաքանչյուրին սրտի մեջ կբնագի և հիմա բահն է, որ մենք լսենք դիրոջ ճշմարիտ խոսքը իր ծառային միջոցով հրամ եղբայրսակ Ողջույն սիրելիներ, բարի եկացեք, միշտ պարծանամ, ես պետք է պարծանամ առաջնորդելու համար, բայց ասիկը առաջին անգամն է, որ պիտի փոխանցեմ Աստծո խոսքը եւ եղբայր Աղոն զանգեց, սա եղբայրները ուզեն տուն փոխանցես Աստծո Աստծո խոսքը, անարժանապատվի ես ինչ ով եմ, ինչ պիտի փոխանցեմ այսինքն, բայց վերջը այսպես դադամցերով Okay, փոխանցեմ երևի Աստված ըսելիք ունի, որպեսզի իրեն անունը փառավորենք, իրեն անունը բարձրացնենք։ Ուրախ ենք, որ հավաքված ենք, թեև կլիման այսօր մի քիչ փոթորիկ է, բայց Աստված ամեն ինչի մեջ ելիք ունի, കാരണം փոթորիկն է պետք է բնության, ամեն ինչ պետք է բնության, ամեն ինչ գրած է ինքը ուրիշ փառքի համար։ Գուզեմ ասենք բզիկ բաղմությունով մնան, որ հիմա կվա ասենք թարը, գաբրինք տեքնոլոգիայի թար, որ ես ընգերմ ունեի ժամանակին, որ ինքը գուզեր միշտ հերացայն ունենալ, բայց ոչ թե բարձ հերացայն, գուզեր ունենալ հերացայն թանգարժեք այս ամենը սուղը, որ վրան մեծ օպշններ կա, վրան մեծ ասենք ծառայությունները։ Ուրեն ինքը բավական երկար ժամանակ վերջ, օրինակ Խումարն կամաց քիչ օրինակ 1-2 տարի վերջ ինքը միշտ բայց նույնը գլար, որ ինքը ասի ուզեգոր աս օպշնով հեռախոսը ուզեգոր Խումարը մեկ կողմ տնելով ինքը վերջով այդ հեռացանը գրծավ ստանալ։ Այդ հեռացանը առնել է մեկ, բայց ինքը շատ զգուշ էր, օրինակ ինքը հեռացանի վրա օրինակ շատ բաներ կա, որ օրինակ պետք է տուն ճիշտ ժամուն օրինակ լիցքավորես, պետք է 0 լավ է լիցքավորես, որպեսզի օրինակ եթե դերն պիտի տներ գամած կտներ զգուշությամբ կտներ, որպեսզի բանը չլա, ասենք բավական օգտագործել է վերջ, սկսավ արդեն այդ հեռացանը վերջը սկսում ասենք շպրտել, ներդել, ասենք փոքր չէ, այլես իրեն համար բարձի դարձավ այդ հեռացանը։ Օր մնալ ինքը տաքսի նստած ալեն, այդ հեռացանը տաքսիի մեջ մոցավ։ Այդ տաքսիի մեջ մորցավ, ինքը արդեն այդ հեռացանը իրեն համար շատ բարձ եղած էր, բայց երբ որ տաքսիի մեջ մորցավ, սկսավ մտածել։ Ես ասի հեռացանը ինչ էր ըրի որպեսի գրծա առնել, ինչ ասենք կումարներ մեկ կոմ տրիչի ծախսեցի, իմ պետք էր չհոգացի, որպես աս հեռացանը ստանամ։ Մեջ ինչ լավ օպշններ կա, ինչպես գործվեցավ։ Այսինքն կարծես թե հերուդուներեն մահ եղած էր, աչա որ դխրեցավ ինքը համար, անշուշտ մեկ օր վերջ ինքը տաքսիի վարորդը կդավ իրեն զանգեց, հեռացանը իրեն քով հասավ, բայց այն ադեր ինքը իմացավ, որ
այսինքն ինքը ինչ զողություններ ըրած էր եւ ադի իրեն համար ինչ թանկ արժեք էր, բայց դեռ եկա որ ինքը արդեն ադոր արժեք չկիցավ, այլես իրեն համար բարձ եղավ, բայց ինքը ետ գտնալյան վերջ կիցավ ադոր արժեք ավելի լավ։ Սիրելն է կյանքի մեջ շատ բաներ կա, որ մենք արժեքը չենք գիտեր, ըստ դերս արժեք գիտենք, բայց ժամանակի ընթացքում արժեքը չենք գիտեր, բայց վերջը գործընծները վերջ արժեքը գիտնանք, բայց շատ բաներ կա, որ այդ գործընծածը եւ չենք կրնալ գտնել։ Ուրեմն Աստվածաշունչը սիրելիներ գրված է ոչ թե իբր գենսակրություն, թե շատ գենսակրական նյութեր կբարունագե, պատմվածքի թիվ չէ, թե միշտ շատ արագներ կան մեջը։ Վավերական դեպքեր չեն, թե մեր դիրոջ համար զրույցները եւ քարոզները ճշգրիտ նկարագրած այդ ավետարանի մեջ։ Ավետարանը եղած է շատ վեբերու եւ գարշ պատմվածքներու համար հիմք։ Աստվածաշունչը հիմնված է սիրո խոսքի վրա։ Բայց այդ սերը հասկանալու համար ամենակարևոր ինչն է հավատքը եւ աղոթքը։ Այսինքն հավատանք մեր Աստծո սուրբ երդուծության եւ Հիսուսի չարչարանքի եւ խաչելիության եւ յետքահարության մեր մեղքերը քավելու համար։ Աղոթենք բզդիկ աղոթքը։ Շնորհակալ ենք Տեր, որ մեզ արժանի տեսար այսօր հավաքելու, որպեսզի լսենք ուսուր խոսքը։ Դեր փած մեր ներկաներուն բոլոր ականջները, խբե ամեն մեկուն իր սիրտին, իր աչքին, իր մարմինին, որպեսզի զորանան, որպեսզի առողջ լինան։ Փերնից խոսքերը սրտից խորհուրդները ընդունելի լանով Տեր, իմ վեմս, իմ բրկիչս, ամեն։ Ուրեմն այսօր գուզեմ համակումարին, որ նույթը եղբայր Արտուր ներկայացուց, գուզեմ 3 վերնակիրներ առնել եւ ադոր մասին խոսի։ Անշուշտ տարբեր ցեղով։ Առաջինը դրանք ցել հավատքի մեջ քաջաճ չլանք։ Երկրորդը հավատքի մեջ ըլլանք ուսուցիչ, ոչ թե աշակերտ։ Իսկ երրորդը հավատք ընդունենք Աստծո իմաստությամբ։ Եթե մեր հոգևոր կյանքը գադարյալ չէ, կամ քաջաճ է, ինչ հետևանքներ կունենանք մեր եկեղեցու եւ հավատացյալի կյանքի մեջ։ Ուրեմն գուզեմ դարձալ առաջին Կորինթացիս 3-րդ գլուխը, առաջին համարել մինչև 3-րդը։ Եղբայրներ, չգրցան խոսիր ցեզի որպես հոգևորներու հավա, որպես մարմնավորներու, որպես Քրիստոսով դղայոց, ցեզի գարկ կերծուցի եւ ոչ թե գերագուր, վասնզի թեր գարող չեք ու հիմա դագավին գարող չեք, վասնզի թեր մարմնավոր եք, որովհետև դագավին ծեր մեջ նախանց ու հակարակություն եւ բաժանումներ կան, չէ որ մարմնավոր եք ու մարդ գորեն գքարեք։ Դրանց հատվածի մեջ եթե որ գարտացինք ամենը ասենք առաջին ինձ համար որ բավարարիչ էր որ քաջաճ եւ որ քաջաճը ասենք գարտացինք քաջաճ ասենք քաջաճը այդ անձն է որ ինքը ժամանակի ընթացքին գմեզնա չափը գմեզնա ասենք բայց ուղեղը իրեն մտածելակերպը գմնա նույնը կամ ասենք քաջաճի ուրիշ տեսակ է որ օրինակ ինքը գարչ կմնա, բայց իրեն ուղեղը նորմալ լինի։ Այսինքն ընդհանուր մարդկային ցևի մեջ ասենք անօրինական մարդ մը կտեսնենք։ Եղբայրասիրությունը եւ միությունը բոլոր երկրորդական վարդապետություններեն վեր են։ Պողոս առաքյալ առաջին Կորինթացիս 13-րդ գլխում 2-րդ համարի մեջ գսե ուստի մենք ամենս որ գադարյալ ենք ասիգա խորինք եւ եթե փանմը ուրիշ գեր խորելու լանք զանի գայալ ցեզի պիտի հայտնի Աստված Առաքյալը ասով ինչ կսե եթե մենք մեր կյանքի մեջ
ըլլանք զույգեր, ըլլանք ամուսին դիգին, ըլլանք եղբայր քույր, ըլլանք եղբայր, ըլլանք ընկերներ։ Եթե մենք գեդիմը մեջ համացայն ենք, այդ կորձը, որ իրար հետ համացայն ենք, ընենք կդարենք հասկացողությամբ։ Բայց եթե օրինակ գեդեր կա, որ մենք իրարու հետ համացայն չենք, մեր քաղաքապարները այդ գայդերու հանդեպ դարբեր են, սպասենք, որպեսզի Աստված զանիգա ինքը հայտնի, որպեսզի չմնանք մանուկ եւ մեր սերը իրարու հանդեպ չի բացի։ Այն անդեր մարմնավոր եւ Քրիստոսով մանկութենե դուրս գելինք։ Եթե ասենք, այսինքն, հիմա եթե Kumar arենք իբր նյութական հարցով, եթե ասենք, որ 100 դրամ արժեք չունի, կամ արժեք ունի ինքը իրականության, 100 դրամն արժեք ունի, եթե 100 չլինի, օրինակ չլա 1000 դրամ չան փոխանալ։ Բայց գարժե մարդ $100 շահելու համար 100 դրամ ծախսել։ Այսինքն դու գարժե, օրինակ դու քու ընկերոջդ հետ, քու դիգինիդ հետ, քու բարեկամիդ հետ գարժե Տուն ամբողջ կյանքդ, որ հետը անցած ես գարժատ, ամեն արժանիքները մեկ կողմ տնես և հետը սիրտ նեղության մեջ մտնես։ Գարժե, որ մեկ 100 դրամ շահելու համար $100 ծախսել, ոչ չարժ են, անշուշտ չարժ են։ Անշուշտ այս բոլորը գուզեմ շեշտել, որ քրիստոնեական հիմնական վարդապետությունները հանդեպ որևէ զիջում չի կրնարել։ Եվ որ այս բոլորը կդարենք, հաստատ մեզի չպիտի ասենք Քրիստոսով մանուկ, այն ադեմ պիտի թարնանք հոգևոր հասուններ և նախանցը ու գրիվները դուրս պիտի կան մեր կյանքերում։ Բողոս Արաքյալ եկեղեցիներուն ինչ կսե, գսե օրհնյալ է Աստված, որ մեզ օրհնեց, ամեն հոգևոր օրհնություններով երկնավորներու մեջ Քրիստոսով։ Ինչպես մեզ անով աշխարհի սկիզբեն առաջ ընդրեց, որպեսզի մենք սուրբ և անարատ լինենք։ Այս խոսքերը երբ որ գարտանք, գրնան ասել, որ նախասահմանությունները գոյություն չունի Աստծո կողմ։ Չէ որ Հիսուսը ասավ, թե Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին որդին տվավ, նաև անչուս էր, որ մեկը կորսվի։ Եթե անհասուն հոգևորը չի հավատալ Աստծո, Աստված ինչ կրնային ընել իրեն։ Երբ հրյաները ասին Քրիստոսին, եթե իսկապես դու Քրիստոսն ես, ասե մեզի համարձակորեն, որ ես Քրիստոսն եմ։ Հիսուս իրենց ինչ ասավ, ասավ, որ ցեզի ըսի ու չեք հավատալ։ Դուք չեք ուզել ինձի քան, որ կյանք ունենաք։ Գիտեմ ցեզի, որ Աստծո սերը ձեր մեջ չունեիք։ Հիսուս բացար իրենց հստակ կսե։ Իրեն ասել, որ եթե դու Հիսուսն ես, ասել, որ մենք ես Հիսուսն եմ։ Ասել, ես ձեզ արդեն կսեմ, որ ես Հիսուսն եմ, եկեք։ Բայց դուք կսե չեք հավատալ, չեք ուզել, որպեսզի նոր կյանք ունենաք։ Ան որ Աստուծմե է, Աստծո խոսքերը մտիկ կնե։ Դուք անոր համար մտիկ չեք գներ, որ Աստված Աստուծմե չեք։ Դուք սեքանի որ Աստուծմե չեք, Աստծո խոսքերը մտիկ չեք գներ։ Մենք հիմա կքարոզենք, որ ով որ Հիսուսը գնդունի իր անձնական փրկիչը գփրկվի եւ ով որ չի հավատար կգործվի։ Բայց այս իրականությունը մենք հիմա կիցանք։ Այս իրականությունը Աստված շադոնց դեսավ եւ ասավ։ Այդ եզրակացության գուքանք, որ մարդ լայն ջամփում վրա որքանալ վազե, երկինք չի հասնիր։ Ուր որքանալ դժոխքեն հերանար, չի կրնար, բայց երբ Աստծո ցայնին լսելով իր չար ջամփային կթարնա, անմիջապես կփրկվի եւ անպատճառ երկինք կհասնի։ Ուզեմ անցնել երկրորդ հոդվածին, որ Եբրայեցիս 5-րդ գլուխը 13-րդ համարել 14-րդ։ Վասնզի թե պետք է, որ մինչև հիմա ուսուցիչ ըլլայիք ու ժամանակին նայելով սորվեցնեիք, բայց թուգալ պետք է սորվիք, թե որոնք են Աստծո պատկամներուն առաջին
փունկները։ Դուք կատիկ գարոդիկ ոչ թե հաստատուն գերագուրի, քանզի այն որ գատնգեր է արդարության խոսքին անհմուտ է, որովհետև դղա է։ Բայց հաստատուն գերագուրը չափահասներուն համար է, որոնց սկայրանքները սովորությամբ վարժված են փարին ու չարը զանազան։ Աբրահամ հավատ ուներ, որ ինքը եւ Սարան, որ իրենք զավակ պիտի ունենային, քանի որ իրենց Աստված խոստացած էր, որ տուն զավակ պիտի ունենաս։ Եվ որ Աբրահամ առաջին անգամ լսեց Աստծո խոստումը, շատ ուրախացավ։ Երբ որ ան 3 անգամ լսեց, համբերությամբ սպասեց։ Բայց երբ որ 5-րդ անգամը լսեց, այլևս սկսավ գասկածելու։ Արդյոք Աստված խոստումը պիտի կատարե, ոչ թե պիտի չի կատարե։ Բայց այն 5-րդ անգամ լսելեն վերջ Աստված նորեն սպասեց, համբերեց, բայց նորեն զավակ չունեցավ։ Սպասեց, որ Սարան զավակ ծնանի, բայց չի ծնավ։ Երբ Աբրահամ դարիներ սպասեց եւ չանք թափեց, որովհետեւ իր հավատքը աճի եւ հավատացյալներուն հայրը կոչվեցավ։ Բայց Աբրահամ շատ համբերեց, զսպեց իրեն, պայքարեցավ, դխրեցավ, բայց ամենակարևորը վերջը ուրախացավ։ Երևակայեցեք, որ աշակերտը դպրոցին առաջին մանկաբարձային կամ առաջին երկրորդ հասարաններու մեջ ոչ դարերը սորված է, ոչ մաթեմատիկայի օրենքները սորված է, ոչ մեկ բան չէ սորված, այսինքն առաջին այգուպերը նպամը չի գիտեր եւ իրեն ասենք որ երկու մեզի շարածություն կրեն։ Այսինքն ալի ինչպես կլա, եթե դու բարս բաները չես սորված, հիմքը շենքի հիմքը չէ դրված եւ դու հիմքը չեղած դերը շենք պիտի բարձրացնես։ Պողոս Արաքյալ Հռոմեացիս 8-րդ գլխում 6-րդ 7-րդ համարի մեջ կսե մարմնավոր խորհուրդը մահ է, այսինքն բաժանում Աստուծմե, եւ հոգեվոր խորհուրդը կյանք ու խաղաղություն։ Ուստի պետք է գիտնանք, որ միտքը հոգիին թուրն է։ Մեր միտքը մեր հոգիին թուրն է։ Ուրգե գմտնեն մեր մեջ թե սուրբ հոգին եւ թե չար հոգին եւ անոնցմե որու որ փանան այն թուրը զարա գլանք անոր։ Ինչպես փոքրիկ երեխաները փնաստով գսկան իրենց ցավերը, ուդելիքի, խմելիքի, դետքերը փնաստով գզանազանեն։ Իրենցիները ուրիշներեն տարբերությունը փնաստով գժտան, փնաստով գսկան։ Բայց չեն գիտակցի, քանի թեր փոքր են, այսինքն թեր գատի գարոլ են։ Աստված մեզ ստեղծեց ազատ կամքով, եւ այս կամքը պիտի օգտագործենք սորվելու քերազանց ուսուցիչ դառնալու հոգեվոր կյանքի մեջ։ Հոզ ուրիշ հարց մը գծակի, եթե գուզե Աստված մենք ըլլանք ուսուցիչներ, Աստծո պատկանները եւ սկզբունքները կատարելու չլանք կարոտ գատի, այլ վարժեցնենք մեր սկայրանքները զանազանելու փարին ու չարին։ Ինչու միլիոնավոր մարդիկ առանց ավետարան լսելու կմեռնին։ Եթե չեն լսած ավետարանը, ինչպես պիտի հավատան Աստծո։ Այսօր պատասխանը կընթերցենք Հռոմեացիս 8-րդ գլխում 20-30 համարի մեջ, որ գսե Զանոնք, որ առաջ կջանչնար, առաջվնե ալ սահմանայց և զարոնք առաջնորդեց առաջվնե սահմանեց։ Նաև գանչեց զանոնք և զորոնք գանչեց նաև արտարացուց զանոնք։ Այսինքն, Աստված գիտե, թե ով պիտի լսե իր ցայնը և զանոնք կգանչե, ուր որ ըլլան անոնք ըլլան,
Իսկ եթե չի գանչեր, անոր համար որ գիտե թե անոնք պիտի չի լսեն իր ցայնը։ Հապա ինչու համար ասած գիտնալով, որ շատեր պիտի չի լսեն իր ցայնը, զանոնք գանչեց։ Որովհետև այդ անհնազանդներու մեջ կան նաև հնազանդ եղողներ։ Քանի ասված եթե տեսնե որ մեկ անց անգամ որ պիտի հավատա եւ հնազանդի, հոն պիտի ղրգե իր ավետարանիչը։ Աբրահամ այդչափ դարիներ սպասել է անագնգալ գերբով անոր ասված ինչ ասավ, ով Աբրահամ ասավ, հիմա քու ամները սիրած, քու սիրած մեկ հատիկ որդի Իսահակը գարնես ու Մորիայի երկիր գնաս եւ հոն զանիգա ու ողջագես գնես լեռներում մեկում վրա զոր ես քեզի պիտի ասեմ։ Այսինքն Աբրահամ դարիներ սպասեց, Աստծո խոստումը սպասեց, ինք եւ Սարան։ Վերջը բայկարել էր Աստծո փառքին համար, մոտեցավ Աստծո, որպես մեկը զավակ ունենա եւ հանգարց իրեն Աստված ինչ կսե մեկ հադիկ ու սիրած զավակը։ Ար գնա Մորիա լերին վրա, ոնտեղ իրեն ողջագեզեր է Աստծո փառքին համար։ Ինչ մեծ հուսահատություն։ Ուրախությունը Աբրահամին կփոխվի ինչի դրդմությամբ։ Երևեկայեցեք ասին, դարիներ սպասել եք, աղոթել եք, հուսահատել եք, բայկարել եք, հավատացել եք, հանգարց փայլուն լույսը կդառնա մութ։ Ինչպես կսենք ամեն ինչ զով է գինա։ Բայց սակայն Աբրահամ փոխանակ ըմփոստանալու ան արավոտը գանուխ ելավ եւ իրեն հետ երկու ծառա ու Իսահակ որդին արավ ու ելավ քնած այնտեղ զոր Աստված իրեն ասավ։ Չէ որ Աստված խոստացավ զանիգա եւ հիմա գիտնալով որ դու զան կյանքեդ ավելի գսիրես կհրամայե որ զան Աբրահամ ցերկ երևո մորտե։ Դժվար է հասկանալ թե Աբրահամ ինչպես գրծավ նման բահանջքին թիմացը բաղարյուն կդնի։ Այսինքն մենք ովևէ մեր երեխաները, մեր զավակները, եթե մատին ծայրը վիրավորվի, մենք ինչեր կնենք, դզի տակություն ու կա, մենք կսենք ասինչ բժիշկ են տանենք, աս բժիշկին հասնենք, բայց Աստված իրեն կսե որ թու մեկ հատիկ զավակը դար, քնա որտեղ ինքը բաղարյուն սերով, գարներ զավակը և ներ երտա որվեսի մեկ հատիկ սիրած զավակին մերցնը։ Աստված Աբրահամին փորձեց այն նպատակով, որ հավատացյալներ օրինակ առնելով անգետ իրեն գալ իմանան հոգևոր հնազանդությունը եւ հավատքի մեջ գադարյալն։ Աբրահամ հասկացել էր հոգևոր ճշմարտությունը եւ հասկացավ հոգևոր հասունությունը։ Ան բոլոր հավատքի խոչընդոտները հաղթարեց եւ եղավ հոգևոր ուսուցիչ։ Իր սերունդի մեջ քանի Աստված օրհնեց Աբրահամին եւ տվավ իրեն Իսահակը։ Երբ որ Իսահակ իրեն տվավ, արդեն Աստված իրեն օրհնեց, բայց ինքը քիծավ ադիվը։ Երբ որ Աստված դեր Աբրահամին կյանքը բահեց մեծ վտանգները։ Դեր Աբրահամին օրհնեց նյութական հարստությամբ։ Դեր Աբրահամին օրհնեց հոգևոր արես։ Դերը օրհնեց նաեւ Աբրահամի բոլոր սերունդը։ Դեր օրհնեց ես բոլոր մեր սիրելիներ, ուզեմ գարտալ երրորդ հատվածը առաջին Կորինթացիս երրորդ գլուխը 4-ին մինչև 9-րդ համարը։ Քանզի երբ ցեզ մեկը ասե թե ես Բողոսյան եմ եւ մույսը թե ես Աբողոսյան, չէ որ մարմնավոր եք, բայց ով է Բողոս կամ ով է Աբողոս, Բաշտոնյաներ են որոնցմով հավատացիք եւ ինչպես դերը տվավ անոնց ամեն մեկուն։ Ես դնգեցի, Աբողոս չուր տվավ, բայց Աստված աջեցուց։ Ուստի ոչ դնգողը փամ մնե եւ ոչ չուր տվողը, հավա Աստված որ աջեցուց։ Դնգողը ու չուր տվողը մեկ են եւ ամեն մեկը իր վարձքը պիտի առնե իր աշխատության չափով։ Վասնզի մենք Աստծո կործանից ենք, դուք Աստուծո մշակույթն եք, Աստուծո շինությունն եք։
Ամեն։ Երբ Հեսու Քահանան դաջարի հիմնադրության ղեկավարն էր եւ դաջար պիտի սարքեր։ Երբ դաջարին հիմքը տնելու սկսան, Երուսաղեմի 4 կողմի ապրող հեթանոսները լսելով, որ դաջարը կշինվի, եկան եւ խորամանկությամբ ըսին. մենք ացեզի հետ շինենք դաջարը, քանի մենք ացեզի պես Տեր Աստծո կխնդրենք։ Բայց հрьяաները գիտան, որ իրենց ասենք խաղը գա եւ մերժեցին իրենց առաջարկները։ Այն ադեն ինչրին շուրջի ժողովուրդի ելան վարձկան խորհրդականներ բռնեցին, որովհետեւ շինարարական կորձը խափանեն։ Նույն գերբով չարգը կորձե նաեւ մեր օրերու սիրելներ, մեր եկեղեցու վրա ներսենք հարցակի ոչխարի մորթով քայլերու սուտ եղբայրներու եւ վարտաբեջություններու միջոցով։ Եվ նույն բանը Բողոս Արաքյալ գսե, երբ կներկայացնեն Բողոսյանին եւ Աբողոսյանին եկեղեցու մեջ իրենց իբր սրբության դնգող եւ չրող աշխատողին։ Այս կնմանի խեղճ արդի դիրոճը, որ գարցե թե ամեն ինչ օրինագելի է։ Արդը մշակված է, հատիկները պատրաստված են, ցանված են, ջուրը արադ է, արև օրինագելի է, բայց ցանկ չի գնում։ Չի աճիր, քանի որ աճեցնող չի գա։ Որևէ մեկ անց այս աշխարհի մեջ ինչ կորձ որ գադարե, պիտի գադարե փոխարենը սпасելով իր վարձքը եւ իր շահը։ Քանի որ մենք բոլորս սիրելներ, ինչ որ պիտի աշխատենք, միշտ կսպասենք փոխարենը որ փող ստանանք։ Այսինքն մեր մարդկային փնաստը այդպես է որ մենք բան պիտի աշխատենք, անպայման փող պիտի ստանանք։ Բայց մեր մարդկային փնաստը գադարենք ամեն ինչ գադարենք մեր շահին համար, քանի որ մարդ ենք, դգար ենք, ինչ որ պիտի գադարենք մարդկային օրենք կմոտենանք։ Բայց միակ Աստվածն է, որ մեզ կհամբերե, գուղ է, գարաշնորհ է եւ շատ կհամբերե, որովհետեւ մշակվին, փարսանան, առանց մեզ բան սпасելու։ Աստված մեզի գարաշնորհ է, գուղ է, կհամբերե, բայց փոխարեն առանց մեզի բան սпасելու։ Եթե սդախոսին սուտ խոսենք, թավաջանողին թավաջանենք, վադին հետ վադություն ունենք, բոլոր վատ սովորությունները մեր մեջ պիտի ունենանք եւ իրենց մե ավելի վատ պիտի ելանք։ Եղեք ինչպես որ Աստված գուզե, եղեք հավատքով ամուր իր ջանքում մեջ։ Աստված մեզ Բողոսյանով եւ Աբողոսյանով խոսի իմաստության մասին, բայց ոչ թե աշխարհի իմաստության, այլ Աստծո ծածուկ իմաստության։ Աստված աշխարհի ովևէ իշխանի չի ջանցավ, քանի եթե Աստված իշխաններու ջանչնար, որդին խաչ չէին հաներ։ Աստված հայտնեց մարդկանց աչք չի տեսնող եւ ականջ չի լսող բաներ, որ մարդուն սրդի մեջն է։ Այն ալ ինչով վրավ Աստված իր հոգիով հայտնեց։ Եվ մենք պետք է որ խոսենք, կործենք ոչ թե մարդկային իմաստությամբ, այլ սուրբ հոգին սորվեցած հարմարացնենք մեր երկրավոր կյանքի մեջ։ Առաջին Կորինթացիս 2-րդ գլխում 19-րդ համարի մեջ Բողոս Արաքյալ գսե. «Ան որ հոգևոր է, ամեն բան կքննե, ու ինք մեգեն չի քննվի»։ Բլանք սիրելիներ, մեր բոլոր կյանքի ընթացքին իմաստուն, բլանք համերաշխ, բլանք հարմարվող եւ ամենակարևորը բլանք սիրենք իրար։ Քանի դուք Աստծո աչքին թանկարժեք եք, թանկագին եք, հատուկ եք, նույնիսկ որ մարդիկ ցեզի այնպես չեն տեսնել։ Աստծո աչքին բոլորը թանկագին եք։ Ամեն մարդ իր հատկությունն ունի, ամեն մարդ իր սովորությունն ունի, ամեն մարդ իր սերը ունի։ Աստված ցեզի ամեն մեկը իր ունեցածին համեմատ իրեն հարկե եւ իրեն հատուկ կտեսնեն, թեև մարդիկ մեկ ուսին այդպես չի տեսնել։ Բողոս Արաքյալը
Բողոս Արաքյալ գսե ամենը վերջինը Գորընթացիս երրորդ համար առաջին Գորընթացիս երրորդ գլխում մեջ վերջին համարի մեջ գսե մեկը չբեր բարձենա մարտոսմով վասնզի ամեն բան ցերն է թե Բողոս թե Աբողոս թե Գեփաս թե աշխարհ թե մահ թե ներկա բաները եւ թե քալիքները Թուգալ Քրիստոսն է եւ Քրիստոս Աստծո Գուզեմ բզիկ բախմուչունով փակել այսօրվա Աստծո խոսքը որուն վերնակիրն է բժիշկ է բայց ինքը մեջի Եվովը դադիկ մնե որ միշտ աղոտ բարձացնի Աստծո եւ միշտ Աստծուն է գխնդրե որովհետեւ իրեն թորնիկը սենք վիրահատություն լա եւ ոտքի գային Ուրեմն բժիշկ մգա որ ինքը պիտի վարձատրվի բայց ուրիշ քաղաքի մեջ կարող ինքը մեծ վիրահատություններ ունի Պետք է ճամփորդել մեկ քաղաք է ուրիշ քաղաք եւ օրը ուկա ինքը կպատրաստվի գնստի օտանավ մեկ ժամ թրել եմ վեր ուրիշ օտանավագային ուրիշն է գսեմ դժբախտաբար օտանավը 15 ժամ ուզեմ իջե որ նորոգվի որովհետեւ իդ աշխատի եւ տրին որից քաղաք հասնի բժիշկը ասես գնա զարմացած էքսեաս ավուրի չկդավ իմ որ ես պիտի ճամփորդեմ այդ օրը Ոնդե մեկ իրեն օտանավագային մեջ գսե որ թուն գսե հարմարություն միս գսե որ օտոյով ավելի շուտ կասից երեք ժամին գրնաս հասնել ոստեղ ճամփա գա գրնաս հասնել Գմդազե որ այդպես է եղել ինքը Ուրեմն օտոյով գվարցե եւ սկսի քարել մեկ ժամ քարել եմ մեջ սկսի Օտորիկ գզորանա Եդևեն չրհեղը գսկսի գայծակ որոդում Այլես ինքը դեմ ուկը ճամփան գործընցեն է դեմը գհաստի որ բզիկ խրջիկ մնե բզիկ դում մնե Գսե ֆոն քիչ հանգստանալ նայ հերասանն եմ նայ գիտեմ ճամփաս ինչպես է այսինքն ճամփա ու դեմի երտա ուրեմն թուրը գզարնե մեկ դարիկով մեզ դիմը գել է եւ ներս նա բզիկ մը որ քնացած է Գսե որ գրնամ հերացանից դիսկավորել հերացանին դիսկավորելնա գվաքսի գսե որ տասք է մենք գսե ոստեղ գսե ոստանց չունի գսե օրը մեկ ժամ ուկա Գսպասեմ որ գսե ես ալ որպես մեկ ժամ կա ես ալ դիսկավորեմ Գսե գուսես նեգուր հանգստացին գսե ոստեղ ուդելի քանի մադար գեր վեճ գսե ջամփա գելես Ուրեմն ներս կմտնե գնստի քիշում դեսնեմ միշտ գինը գաղոթե որ Գնգամ գսե որ ինչ է քո հարցը Գսե գրնամ քո հերացանը դոկտատորսել Գսե դրած ես ալ հերացանից մեջ գսե չի գալիս կարող ես ասեմ որ հոսանք կա ցե ես ասեմ քանի որ հերացան պիտի ենեմ քանի որ իմ թորնիկս բարգած է գաղոտեմ որ որպես կորզը վիրահատության հաստին գսե շատ բժիշկներու դարին բայց մեկը լուզում չի կդավ ինձի գսե մեկ թրացիները ինձի հերացանի համար բերին որ միան աս բժիշկը գրնա աս վիրահատությունը անել հետը խոսի գապվի բայց գսե ես ակումար չունիմ Դե ուզեմ որ խոսի որպես եթե աս դունը արնե ինձի փոխարենա զդիգիս թորնիկիս վիրահատություն անե Ուրեմն բժիշկ բավական մնալ եմ վեճ գսե որ օքեյ գսե դու գսե հերացանի տիվը դու գսե ես ցևոմը երտանն է գսե հետը գապվիմ որպես քու թորնիկի վիրահատություն անե Բժիշկը հազիվ տիվը գարնե դեսնե որ իրեն հերացանին տիվը Եվ սկսի լալու Գսե դեր իմաստված գսե ուրեմն թուն ես որ գսե օտանավը ավրեցիր թուն ես որ փոտորիկ ըրիր թուն ես որ չրհեղ ըրիր թուն ես որ ինձ ջամփաս գործունցի որպես ես աս դունը հաստիմ եւ աս թորնիկին վիրահատության պատճառը լինեմ Դերը փառքը մեր Տիրոջ փառքը մեր Տիրոջ զորության փառքը Մեր Տիրոջ ամեն հրաշներում, որ մեր կյանքի մեջ կդարե, ոչ թե ամեն օր, ամեն վարյան, ամեն նեղության մեջ, ամեն դատնաբի մեջ, մենք ինքը մեզի միշտ կհասնի։ Մնանք կարևորը մենք մեր հավատքի մեջ զորավոր, ոչ թե լան աշակերտ, լան ուսուցիչ,
չմնանք քաջաջ մեր հավատքի մեջ եւ ունենանք հոգեվոր իմաստություն, ոչ թե երկրային իմաստություն, Աստծո իմաստությունը, որ Աստված մեզի միշտ կփորձե տալ։ Դեր օրհնե բոլորը։ Դեմ դի աղոտ մանել։ Վերջին երկը չերկել են։ Անհոր եւ ողջույն քունսպա ամեն։ Շնորհակալ ենք մեր հայրը, մեր երկնավոր հայրը, մեր փրկիչը, մեր արարիչը, մեր ապահայրը։ Հալելույա։ Խոնարհելով ուքան դեր շնորհակալություն հայտնելու քո ամեն ողորմությանը, քո ամեն օրհնությանը։ Դեր ուզենք որ մենք ըլլանք քիդուն հոգևոր աշակերտներ։ Դեր ուզենք որ ըլլանք միշտ մոդիկ քեզի, քանի որ դեր ուգամքը միշտ կդարյալ է։ Ուզենք ըլլալ հնազանդ, ըլլալ մեր որովհետեւ մեր վարմունքները ըլլան իմաստուն եւ խելացի։ Դեր ուզենք ոչ թե հավատալ, բարձրապես հավատալու համար, այլ ուզենք հավատալ, որովհետեւ մեր հոգիները փրկվին եւ փառավորվին։ Օրհնե դեր բոլոր ներկաները, օրհնե իրենց ընտանիքները, օրհնե բոլոր ֆասականները, որ այսօր չի գցանկալ, ամեն օրհնություն, փառք ու իմաստություն, գոհություն, բադիվ եւ զորություն, կարողություն մեր Աստծուն, հավիտյանս, հավիտենից։ Ամեն։